մեծ համալսարանում Ամերիկայում կանչում են միացած պոետավոր մեկի, ինքը գալիս է ու այդ համալսարանի ամբողջ մի հազարավոր ժողովրդի առաջ կանգնում է ու փայլուն ձևով Սաղմոս 23-ն է արտասանում։ Ասես պոետական ձևով ինքն էս ազդեցիկ ձայն ուներ, մարդիկ մենակ ծափարում են, բրավո։ Հետո դրանից հետո մի հատ մարդ անձնավորություն է ելնում, որ ինքն էլ պետք է խոսք խոսա ինչ-որ մի այդ անձանց հետ։ Ինքը աչքերը փակում է, սկսում է Սաղմոս 23-ը նորից կրկնել։ Բոլոր այդտեղ գտնվող բոլոր մարդիկ համարյա սկսում են լաց լինել, սկսում են ապաշխարել, սկսում են Աստված կանչել։ Այդ ծառայությունից հետո այդ մարդը հարց է տալի, ասում է ես քեզանից լավ ասեցի Սաղմոս 23-ը, բայց իմ ասելուց հետո մենակ ծափարեցին, իսկ քո վաղ արտասվեցին ու մնացած բաներ։ Ինչի՞ց է։ Ասում է դու Սաղմոսը գիտես, իսկ ես Հովիվին գիտեմ։ Ու տենց էլ ձեր բոլորի կյանքում, երբ որ դուք Տիրոջ ճանաչողությանը կգաք, ձեր կողքը կամ իշո միտեղ կկանգնի մեկը ու նույն բաները կասի, ինչ որ դու ես ասում, բայց իր ասածը 0 էֆեկտ կունենա, իսկ քո ասածը կյանքեր կփոխի։ Ինչի համար, որովհետև դու Աստծո այդ հաղորդակցությունից ես խոսում, իր ճանաչողությունից ես խոսում, դու այն բանն ես տալի, ինչ որ ապրում ես քո ամենօրվա կյանքում, իսկ ինքը տալիս է այն, ինչ որ ինքը լսել է, կարդացել է, անգիր է արել, եկել է ուզում է քեզ մի բան սովորացնի։